Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերն այս տարի աճել են։ 10 ամիսների ընթացքում արձանագրվել է 2353 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից ավելի է 493-ով։ Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա արշավին ընդառաջ տեղի ունեցավ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի ընդլայնված նիստը, որտեղ պետական կառույցները, գործընկեր միջազգային կազմակերպությունները և քաղաքացիական հասարակությունը մեկ սեղանի շուրջ ամփոփեցին կատարած քայլերը, բացահայտեցին խնդիրներն ու մատնանշեցին առաջիկա ռազմավարական ուղղությունները։ Ընտանեկան բռնության դեմ պայքարը ընդհանրապես մեր կառավարության առաջնահերթություններից է, մենք որպես լիազոր մարմին դրանով ամենօրյա ռեժիմով զբաղվում ենք, իսկ այս ֆորմատի քննարկումները եւ ընդհանրապես ընտանեկան բռնության դեմ պայքարի խորհրդի նիստերը նպատակ ունեն մի սեղանի շուրջ բերել այն բոլոր գերատեսչություններին, որոնք իրենց լիազորությունների շրջանակներում զբաղվում են այս խնդրով։ Շատ կարեւոր է պարբերաբար լսել առաջացող խնդիրների մասին, որովհետեւ այս ամենը դինամիկ գործընթաց է, մենք միշտ ավելի լավացնելու անհրաժեշտություն ունենք։ Նախարարի խոսքով 2024 թվականին ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում եղան արմատական և համակարգային փոփոխություններ, մշակվեցին 11 ենթաօրենսդրական իրավական ակտեր, սահմանվեց միասնական կարգ զոհերի աջակցության համար, հաստատվեց բռնարարների ռեհաբիլիտացման ծրագիրը, ձևավորվեց ոլորտում ծառայություն մատուցող մասնագետների վերապատրաստման կարգավորման հստակ պահանջներ։ Չնայած իրականացված աշխատանքներին, Արսեն Թորոսյանի խոսքով ոլորտում դեռ մարտահրավերներ կան։ Ամենամեծ մարտահրավերը ինքնին ընտանեկան բռնության գոյությունն է մեր հասարակությունում, որը չպետք է լինի պարզապես, եւ այս ամենը նաեւ դրա համար է ոչ միայն զոհերին պաշտպանելու կամ բռնարարներին պատժելու, այլ ընդհանրապես կանխարգելելու, որի համար մենք պետք է կրթվենք ցավոք սրտի փոքրուց մանկական տարիքից, որպեսզի երեխաների մտքում անգամ չանցնի, երբ որ իրենք մեծանան, կարող են տանը ինչ որ մեկի նկատմամբ, հատկապես կանանց նկատմամբ բռնություն գործադրել, բայց քանի որ այդ ամեն ինչը կա, մենք պետք է այնուամենայնիվ արդյունավետորեն պայքարենք դրա դեմ։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերով 2025 թվականին հաշվառման է վերցվել 1858 անձ, 584-ով ավելի նախորդ տարվա համեմատ։ Դեպքերի կանխարգելման համար 2026 թվականի մարտի 1-ից բռնություն գործադրած անձը կպարտավորվի կրել էլեկտրոնային հսկողության միջոց։ Հսկողության այս միջոցի կրելուց խուսափելը կամ հրաժարվելը առաջացնելու է օրենքով նախատեսված պատասխանատվություն։ Խոսքը էլեկտրոնային ձեռնաշխատանների բրասլետների մասին է գնում եւ այս պահին իրականացվում է դրանց գնման գործընթացը, կարծում եմ հաջորդ տարվա առաջի եռամսյակին մենք արդեն կկիրառենք այս գործիքակազմը եւս, ինչը կբարձրացնի արդյունավետությունը այս ոլորտում։ Ընդհանուր առմամբ օրենսդրության կատարելագործման տեսանկյունից եւս միջոցառումներ են նախաձեռնվում եւ նաեւ մեր պատասխանատու ոստիկանության ծառայողների կրթության վրա ենք մենք շատ շեշտադրված, քանի որ ինքը թեման բավականին զգայուն է եւ այստեղ պատրաստվածությունը շատ կարեւոր է թե մասնագիտական, թե հոգեբանական հաղորդակցման տեսանկյունից։ Վերջին 2 տարիներին ընդլայնվել են ոլորտում իրականացվող վերապատրաստումները։ Միայն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ծրագրերով վերապատրաստվել է ավելի քան 2500 մասնագետ, ոստիկաններ, սոցիալական աշխատողներ, հոգեբաններ, բուժաշխատողներ։ Նաև իրականացվել են շատ լայնածավալ իրազեկման արշավներ, 2 միլիոնից ավել մարդ իրազեկման արշավի մասնակից է դարձել այս կամ այն կերպ։ Սրա արդյունքում նաև բնականաբար ընտանեկան բռնության գործերով պետական ծառայություններին դիմելությունն է աճել։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ նամանավանդ վերջին 2 տարիների ընթացքում գրեթե կրկնապատկվել է դիմելությունը, ինչը շատ լավ է։ Նշանակում է մարդիկ ավելի շատ են վստահում եւ ավելի իրազեկված են։ Լուսինե Սարգսյանի դիտարկմամբ կարևոր է, որ խորհրդի ընդլայնված նիստում ներկայ են քաղաքասարակության ներկայացուցիչները, քանի որ նրանք են լսելի դարձնում բռնության ենթարկված անձանց ձայնը։ Նիստում նաև քննարկվեցին ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերի համատեքստում հաշտարարության գործընթացի պատշաճ ապահովման իրավական կարգավորումներն ու առկա խնդիրները։ Քրիստինե Թորոսյան, Էդգար Դավթյան, լուրեր։